Նոյեմբերի 4-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործում նյութերի շրջանառության եւ ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, պաշտպանության, առողջապահության, արդարադատության նախարարությունների, քննչական կոմիտեի եւ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանն անդրադառնալով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքին կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությունը, որի նպատակը համընդհանուր խնդրի դեմ պայքարում դրական արդյունքներ արձանագրելն է։ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են ընթացիկ տարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքի արդյունքները եւ հայտնաբերման, բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ գործուն քայլերը։ Ընդգծվել է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ու այդ ուղղությամբ համատեղ իրականացվող միջոցառումների անհրաժեշտությունը։ Քննարկվել են ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության նախագահությունն ստանձնելու եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ։ Վարդան Վարդանյանը արդյունավետ քննարկման համար շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ընդգծել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է պայքարը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենք զինամթերքը թողնում են ու Բարաշենի գերեզմանատան դարպասի մոտ։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, հակատանկային նռնակ, 2 ատրճանակ, 3 նռնակ պայթուցիչներով, երկփողանի 2 հրացան, ինքնաձիգի 3 պահեստատուփ, տարբեր տրամաչափի 381 փամփուշտ եւ հակաօդային պաշտպանության իգլա համակարգի բաղադրիչ մասեր։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նոր Երզնկա գյուղ տանող ավտոճանապարհին Սպիտակ պարկի մեջ թողել է զենք զինամթերք։ Հայտնաբերվել է Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, Մակարով տեսակի ատրճանակ լիցքավորված 4 փամփուշտով, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, մարտական 4 նռնակ եւ 240 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը։ Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լճաշենի Բերդի տակ կոչվող հատվածում պատի տակ թողել է զենք զինամթերք։ Հայտնաբերվել է 2 պարկ, որոնց մեջ կար Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, որսորդական 1 հրացան, 2 ատրճանակ, մարտական 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 3 պահեստատուփ, ընդհանուր 59 փամփուշտներով եւ տարբեր տրամաչափի 129 փամփուշտ։ Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզի 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերքը թողել է Վանաձորում ու Ռենուտակ։ Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, ակոսափող հրացան, մարտական 3 ատրճանակ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, 4 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ։ Նույն օրը նույն ծառայություն զանգահարած մի քաղաքացի էլ հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերքը թողել է Գյումրի Հացիկ ճանապարհի Պարսպի վերջնամասում։ Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, 30 փամփուշտով լիցքավորված պահունակ, 5 նռնակ, 3 պայթուցիչով եւ փամփուշտներ։ Հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերքը թողել է Գետապ գյուղի վերջնամասում։ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնից մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական 1 հրացան եւ տարբեր դրամաչափի 31 փամփուշտ։ Հոկտեմբերի 30-ին Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևանում Չրչր կոչվող հայտնի տարածքում թողել է զենք զինամթերք։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են 1 ինքնաձիգ, 6 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, ականանետ, ակոսափող մարտական 2 հրազեն, 1 փողանի ողորկափող հրացան, ինքնաշեն հրացան, վառոդ, 1 նռնակ պայթուցիչով, ինքնաձիգի 6 փամփշտատուփ, 202 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրի Հայանտար պոակի Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուղղաթիռի ներգրավմամբ թեմայով։ Ուսումնավարժանքին հետևում էին փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու գործընկեր կառույցների ղեկավարներ։ Ըստ ուսումնավարժության սցենարի, անտառապետության տարածքում հրդեհ էր բռնկվել, որը տարածվելով հասել էր Սարի լանջին գտնվող կիսակառույց շենք, կային տարբեր աստիճանի այրվածքներ եւ մարմնական վնասվածքներ ստացած պայմանական տուժածներ։ Խաղարկվել են տարբեր սցենարային իրավիճակներ, կազմակերպվել է համապատասխան արձագանքում, իրականացվել են անօդաչու թռչող սարքերով հետախուզում, հրդեհաշիջման, ծխապատ գոտուց պայմանական տուժածների տարհանման, առաջին օգնության եւ հոգեբանական աջակցության ցուցաբերման աշխատանքներ։ Ուսումնավարժանքին մասնակցել են փրկարարծառայողներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության կարգախմբեր, Հայանտար պոակի աշխատակիցներ, էկոպարեկներ, Մեղրաձորի կամավորական հրշեջ փրկարարական խմբեր։ Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են կատարված աշխատանքները, վերհանվել առկա խնդիրներ։ Դրանց շտկման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։
Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։